Եվրոպական լիդերների աչքերը կկլորանան, կասեն ո՞ց թե չեք ուզում որ մարդիկ վերադառնան իրենց տները ապրել, շատ դժվար է լինելու։ Եվ ընդհանրապես, երբ որ հեղեղ է լինում, դժվար է հեղեղի դեմը լապատկաներով կամ ինչ-որ ձևերով առնել, հող լցնել հեղեղի դեմը փակել, որ վնաս չտա։ Պետք է վազես մի 3-4 կիլոմետր ներքև, փորձես փորել ջրանցներ կամ ջրանցք եւ ջրին խնդրես, որ լցվի ջրանցքի մեջ ու գնա այնպեսի հունով, որ վնաս չտա քեզ։ Հիմա այս մենք մոտավորապես այդպեսի իրավիճակում ենք գտնվում։ Շատ դժվար է լինելու դիմակայել։ Եվ հիմա իմ սարսափելի առաջարկությունը կայանում է հետևյալում. Եթե հնարավոր չլինի հասնել այն բանին, որ Տիգրանաշենը մնա Հայաստանին, Արտվաշենը մնա Ադրբեջանին, ընդ 40 կիլոմետրերի թվաբանությունը կարելի է կարգավորել իհարկե, ապա մենք պետք է հրաժարվենք նաև Արտվաշենից։ Որպես բողոք, որպես անվստահություն Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից վարվող քաղաքականության, որովհետեւ իրանք չեն ձգտում իրական խաղաղության, իրանք հետապնդում են այն նպատակները, որոնք առավոտից երեկո հնչեցնում են։ Եվ դա կլինի հնարավորություն կարող է տալ, որ մենք դեմը առնենք հեղեղի եւ ժամանակը, որ մի 20 տարի, 30 տարի հետաձգենք փախստականների վերադարձի խնդիրը, մինչև որ կայուն խաղաղությունը կհաստատվի։ Բան եք ասում ներողություն։ Դե հիմա պարոն Խաչատրյան, խմբակցանիստերի ժամանակ ասում էի թաքուն վախենալով խոսում էի, ասում էի, ասում եք մի ասեք, այդպես բան չկա։ Հիմա սա աշխարհը խոսում է, ես չխոսամ։ Որն եմ հակառակ ասել։ Որը։ Շնորհակալություն, ժամանակը ավարտվել է։ Որը։ Շնորհակալություն, պարոն Եղան, տեղից մի խոսացեք, պարոն Խաչատրյան, ձեզ էլ եմ խնդրում տեղից չխոսել հաջորդ ելույթի համար։